Կրակոցներ են հնչել, ինչ կասեք այս առումով։ Կրակոցներ այո հնչում են, բայց թիրախային չեն եւ տենց ինտենսիվ բնույթ չեն կրում։ Նիստի է մելի ներողություն։ Բայց իշխանությունը բավական ժամանակ է նախարարությունը երկում էր, ասում էր պաշտպանության նախարարությունը կոնկրետ այդ կրակոցների գործով կոնկրետ հայտարարություն տարածել է։ Բայց մինչ այդ չէր հայտարարություն չկար, բայց այս կրակոցների մասին վաղուց է խոսում արդեն մի քանի օր է։ Ավելի այսինքն ինտենսիվ բնույթ է կրել, որ որոշվել։ Ում կողմից է խոսում, ադրբեջանական կողմ։ Ոչ, քաղաքացիների կողմից, բնակիչների կողմից։ Լսեք, բոլոր այդ կրակոցները եւ դրանց մեկնաբանությունը տրել է Պաշտպանության նախարարությունը։ Չեն թիրախավորում մեր սա։ Ճիշտ ասում։ Ադրբեջանցիները որ կողմ են կրակում։ Դե հիմա լսեք, կողմը կոնկրետ ես չեմ ֆիքսում, բայց դրանք չեն գրում կոնկրետ թիրախային բնույթ եւ ինտենսիվ չեն կրկնում եմ եւս մեկ անգամ։ Շնորհակալ։ Դատակուն են դուք կարծում եք։ Լսեք, հիմա լսեք, դա ես չեմ կարող ձեզ այդքան երկար բացատրեմ։ Դա պետքա գոնե մի երկու ամիս սահման պահած լինեք, որ իմանաք դա ինչի համար է արվում։ Չէ։ Ինչի համար արվում։ Տեսնում եք պատերը։ Լսեք, օրինակ ես հաջատեղյակ եմ, որ օրինակ երբ որ սահմանային դիրքեր մենակ մառախուղ էր լինում, մարդիկ ուղղակի օդ էին կրակում, եւ այս կողմից եւ մյուս կողմից, երբ որ տեսանելիություն չի լինում։ Այսինքն կարծում եք, որ ադրբեջանական կողմում չկա տեսանելիություն։ Լսեք, տեսանելիության հարց չի, ես օրինակ եմ բերում։ Դեպքեր է լինում, երբ որ կրակում ենք մենք օդ, իրանք օդ, դեռևս 2000-ականից սկսած։ Դա հակառակորդին տեղյակ պահելու մասին է, որ մենք մեր դիրքերում ենք եւ նույնն իրենք էին անում։ Այս կրակոցները վերջի օրերին ես շատ լավ քաջատեղյակ եմ, սրանք չեն կրում կոնկրետ թիրախավորված եւ ինտենսիվ բնույթ չեն կրում։ Վիրավորներ չկան, ոչ, դա պատճառներից մեկն է, էլի եմ ասում, դրա համար դուք սահման չեք բայել, չեք կարող դրա մասին իմանալ։ Բայց պատճառը ո՞րն է։ Չէ, ես չեմ արդարացնում, բնականաբար, եթե արդարացնելու լինել, ասենք հիմա ադրբեջանական կողմը որ անդադ ապատեկատվություններ տարածում, որ հայկական կողմը կրակում է։ Նույն Սյունիքի դիրքերի ուղղությամբ։ Դա համապատասխանում է իրականություն, թե ոչ։ Չէ, վտանգներ չեք տեսնում, որ ասում եք պատճառների։ Եթե կրակոց կա, վտանգ ամեն դեպքում կա։ Բա Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը կարդացել եք, այնտեղ բան կա, որ անհասկանալի է։ Վտանգավոր չեն այդ կրակոցները։ Դե հա։ Խնածախի բնակիչներն անհանգստացած են։ Լսեք, անհանգստությունը այո կա, բայց վտանգ չկա այն առումով, որ կրկնում եմ, նախ իրանք ինտենսիվ բնույթ չեն կրում, երկրորդը չեն թիրախավորում կոնկրետ մեր դիրքերը եւ այսպես ասած հենց այդ անհանգստությունը առաջացնելու պատճառով արվում մեծամասամբ եւ իհարկե խաղաղության օրակարգը նսեմացնելու համար արվում ճիշտ հակառակն հենց նոր դուք ասում եք եթե կա կրակոց կա վտանգ հիմա ճիշտ հակառակ բան Չէ վտանգ ինչի նկատմամբ այսինքն մարդկանց կյանքին վտանգ չկա որովհետեւ կրկնում եմ թիրախավորված չի կոնկրետ ինտենսիվ չի ասենք բացի եթե չեմ սխալվում այնտեղ հրաձգից բացի ուրիշ զինատեսակ չի կիրառվում, այդ տեսանկյունից վտանգ չի, բայց ընդհանուր ինքը կայունության Սյունիքի սահմանամերձ գոտիների համար բնականաբար վտանգ է ներկայացնում։ Ինչու է Ադրբեջանը նսեմացնում խաղաղության օրակարգը։ Շատ պարզ պատճառով, որ չի ուզում կնքի խաղաղության պայմանագիր։ Ո՞նց է կնքելու Ադրբեջանի խաղաղության պայմանագիր, երբ իրենք չեն ուզում։ Երբ որ կուզենան երկուստեք կկնքենք։ Շնորհակալ։ Եթե հայտարարությունները չեք կարծում, հայտարարությունները կարող են կանխել օրինակ ապագա վտանգների ռիսկը, հա, կամ էսկալացիայի ռիսկը, եթե Հայաստանի այսպես պաշտպանության նախարարությունը Լսեք, բոլոր դեպքերում երբ կրակոցները լինում են թիրախավորված մեր դիրքերի ուղղությամբ, տների ուղղությամբ, սահմանամերձ յուղերի ուղղությամբ կոնկրետ այդ բոլոր դեպքերում պաշտպանության նախարարությունը անում է հայտարարություն։ Այն բոլոր դեպքերում, որը դա չի կրում ինտենսիվ բրույթ չի թիրախավորում բնակչությանը, ես կարծում եմ, որ հայտարարելը դրա մասին պաշտպանության նախարարության կողմից կարող է հակառակ էֆեկտ տալ։ Շնորհակալություն։ Քայլ ունենա, դա չեք։ Լսեք, ինչի կանխարգելիչ։ Ես չեմ կարծում, որ ապագա ռիսկերի